Դատարկ ասաց, որ ոստիկանապետին գրություն կգրեն, որպեսզի այսպիսի վարքը չկրկնվի, անթույլատրել է եւ այլն, դա բավարարում է։ Դիտմամբ են այսպես վարում։ Չեմ կարող ասել։ Մեր ոստիկանները շատ բարեխիղճ տղաներ են, բայց ինչ որ բան է երևի պատահում։ Այս երկրորդ անգամն է։ Անկեղծ։ Չգիտեմ, երևի անձնակազմն է քիչ կամ ուրիշ գործեր ունեն, ուրիշ տեղեր են նշանակվում։ Ընդհանրապես այդ խնդիրը շատ մեծ է մեր երկրում։ Երբ բուն գործառույթները չեն իրականացվում եւ դրա փոխարեն այլ գործառույթներ են իրականացվում։ Ես ենթադրում եմ, զուտ անձնակազմը քիչ է ինձ թվում, եւ հավանաբար տարբեր տեղեր են նշանակվում, չեն հասցնում։ Սա առաջին դեպքը չէ։ Ինձ հետ կապված երկրորդն է անընդմեջ, բայց առաջին դեպքը չի ընդհանուրս եղած գործընթացի ընթացքում։ Սրբազան դոկումակի զեկույցը հետևել եմ, ասել եք ապտակ է դա իշխանությունների։ Ես Տիկի Սողոյանին էլ հարցրեցի, ինչ է կարծում, հաշվի առնելով նաև այդ զեկույցը եւ գործի ընթացքը, այն ինչ տեսնում են տրմբած դատականիստերի ընթացքում, չպետք է արդյոք այն խփականները, որոնք իրենց անձնական էջերում, նաև ազգային ժողովի ամբիոններից տերորիստ էին կարգել ձեզ եւ ձեր կողմնակիցներին, պատասխանատվության ենթարկվեն, անմեղության կանխավարկածը խախտելու եւ այդ պիտակների համար։ Հրպսիմետ ջան, անկախ ամեն ինչից իրենք խախտել են անմեղության կանխավարկածը ոչ միայն մեր դեպքում, այլև ընդհանրապես բոլոր դեպքերում։ Եվ դա առաջին անցանքն է։ Երբ հարցը վերաբերում է իրենցից որևէ մեկին, իրենք գոռում, գոչում, աղաղակում են անմեղության կանխավարկած պաշտպանող։ Երկրորդ պարագան։ Իրենք այսպես թե այնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Կլինի այսօր, չէ, կլինի այսօր, կլինի վաղը, դեռ երկրայինում կենթարկվեն, հետո երկրայինի մասին Աստված մեծ է, ճանապարհները ցույց կտա ով ինչպես։ Երրորդ պարագան, ուրեմն հետաքրքիր երևույթ է տեղի ունենում արդարադատության իմաստով։ Մենք մոտ 20-25 հոգու հենց այդ իմաստով զրպարտության, անմեղության կանխավարկած խախտելու իմաստով դատական հայցեր ենք ներկայացնում։ Հիմնականում դատարանները նշում են, որ ճիշտ ենք ասում, հիմա մանրամասնությունները չասեմ, ճիշտ ենք ասում, բայց ասա ինչ է նշանակում, ընդամենը 3 գործ է, որ դրանցից հաղթել ենք, 3-ի նկատմամբ չգիտեմ դատավորները ինչ մտածումով կամ ինչ մտածումներ ունեն եւ այլն, հրահանգված չէր հավանաբար կամ բարեխիղճ էին, չեմ կարող ասել։ Այդուհանդերձ ընդամենը 3-ն են, որ շահել են, հաստատել են, որ զրպարտել են։ Մնացած բոլոր դեպքերում, դեռ շատերը առջևում են, ամիսներով ձգվում են այդ որը ասել։ Մնացած բոլոր դեպքերում, ուրեմն գալիս ասում եմ եզրակացության, ասելով որ ամեն ինչ ճիշտ է, ասում են եզրակացության, ասում են ոչ։ Եվ սա նրանք էլ ընդունում են, որ իբր իրենք հաղթել են դատարաններում։ Հիմա արմատական խնդիր կա այլևս։ Սրա մասին նույնիսկ ավելորդ է խոսելը, որովհետև անընդհատ հնչել է արդարադատությունը մեր երկրում փաստացիորեն չգոյ է։ Երկրորդ պարագան դրանից բխած իրավաբանությունն էլ է չգոյ։ Հիմա մեր դատերի ժամանակ, մեր փաստաբանները, պաշտպանները ինչով են զբաղվում։ Զբաղվում են իրավաբանության բարձր կարգի, բայց դա ոչ մի արդյունք չունի։ Ըստ էության իրենք դառնում են մամուլի համար խոսող կիսաքաղաքական գործիչներ կամ կիսաքաղաքական տեքստերով այլևս ժողովրդին ներկայացնող եւ նաեւ կալանքի տակ գտնվող մարդկանց այցելողներ սոցիալական ծառայողներ։ Այսինքն այդ աստիճանն է իրենց իջել։ Ժամերով իրենք խոսում են, ներկայացնում պատրաստված եւ այլն բոլոր մանրամասնությունները 1 րոպե տևում է մեղադրողի, այսպես կոչված 1 րոպե դատավորի նրա ներկայացած մեղադրանքը 1 րոպե դատավորի որոշումը, ոչ հարց, ոչ պատասխան, ելույթներ, որոշում։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ հիմնված 1 րոպեանոց, ասենք, մեղադրող
կողմի չփաստարկների չափածույցների վրա։ Ես մեր նիստերից եմ ասում։ Այնպես որ իրենք այսպես թե այնպես պետք է պատասխանեն եւ վերջապես ամփոփելով ասեմ, մեր երկրում պետք է չլինեն մարդիկ, ովքեր ինչ ասես խոսեն, ստախոսությամբ, խաբեբայությամբ, երկրի ամենածայր աստիճան աղետի հասցրած դեռ կարողանան խոսել առանց պատասխանատվություն կրելու։ Նայում եմ այս քանի օրը, փորձում եմ հետևել խորհրդարանում տեղի ունեցողին։ Զավեշտ, այդ մարդիկ ամոթ չունեն, ավելորդ է ասել, որ ամոթ չունեն։ Հայրենիք հանձնած մարդիկ մեծ խոսում են ինչ-որ բաներից։ Հարցակվողի դերում են։ Հարցակվողի դերում եւ ամենացինիկ ձևերով, ամենացինիկ։ Ի վերջո մեր երկրում պիտի պատասխանած, բարոյական պատասխանատվություն, դեռ իրավականը չեմ ասում։ Սրբազան ազգային ժողովի ամբիոնից Արայիկ Հարությունյանը անդրադառնալով այս գործին, այն որակել էր ոչ թե ինչպես ի սկզբանե իրենք որակում էին տերորիզմ, այլ խուլիգանություն, այսինքն կարծում եք, որ գուցե իրենց մոտ էլ նաև արդեն դիրքորոշում է փոխվել։ Անկարգություն կարծեմ, խուլիգանություն չէ, որքան ես հիշում եմ։ Ես չգիտեմ իրենց մոտ ինչ դիրքորոշում է փոխվել, իրենք իրենց խնդիրը կատարել են 1 տարի առաջ, երբ ինձ մեր 17 հայրենատեր մարդկանց այդպիսի ծանր մեղադրանքներով կալանքի տարան, իրենց խնդիրը այն ժամանակ են իրենք լուծել։ Հիմա այդ հրապարակումները, երբ մենք ներկայացնում ենք դատարաններ, նորից պիտի կրկնենք, կներեք, այդ բոլորը ասում են ճիշտ եք ասում, բայց վերջում այսպես։ Այդուհանդերձ իրենք հիմա վստահ եմ սարսափում են երևի թե ՄԱԿ-ի այդ բարձր ամբիոնից հնչող եզրակացության կամ սպասվելիք եզրակացությանը, որը չի ուշանալու։ Հիմա իրենք այն ստախոսությամբ, որ ասում են քաղաքական կալանավոր չկա, անշուշտ որ կա։ Տգետ պետք է լինեն մարդիկ, որ որևէ երկրի օրինակ վերցնեն, ցույց տան, թե նույնիսկ սովետական միությունում չէին համարում քաղաքական կալանավոր մարդկանց, երբ մեր այլախոհներին ձերբակալում, բանտարկում, կալանավորում էին, նույնիսկ այն ժամանակ չէին անում։ Այսօր էլ աշխարհում չկան քաղաքական կալանավորներ, որպես վերդիկտ, որպես այդպիսին։ Ինչ ուզեք, ինչ թեմայով ասեք, մարդկանց դատում են, բայց խորքում բնույթով քաղաքական են այդ բոլորը։ Մեր դատերը վերցրեք նայեք, ինչ կա այդտեղ օրինակ։ Ոչ մի բան չկա մեջը, չէ՞։ Բայց մարդիկ դատվում են։ Անիմաստ։ Իսկ իրենք հիմա վստահ եմ ակնկալում են կամ սպասում են, թե ինչ եզրակացությունը լինելու։ Եվ դա եւս մեկ անգամ ցույց է տալու այդ ստի կեղծիքի պատկերը, որ տիրում է այսօր սրանց մեջ։ Այս քայքայող երկիրը կրծող, քայքայող սպանող իրականության մեջ եւ 18 հոգու, ես ոչինչ դեռ, 17 հոգու կյանք երեխաներով, ընտանիքներով, նյութական հազար մի տեսակի վնասներ հասցրած լինելով մարդկանց։ Սրա պատասխանը պիտի տան, չէ՞ մի օր։ Բայց ես սրբազան արդեն վերընտրվեց ՀՊ-ն եւ 700,000-ից ավելի մարդ իրենց ձայն է տվել, ավելի շատ քան 21 թվականին։ Ինչով է սա պայմանավորված, ընդհանրապես իրենց վերընտրվել է ինչ։ Լույսիմե ջան, դա հարաբերական է, ասեմ, չգիտեմ ինչով է պայմանավորված։ Ինչ որ իմաստով գիտեմ, բայց քիչ հետո կասեմ։ Դա շատ հարաբերական է։ Ինչու է հարաբերական, որովհետև ըստ էության քաշ գալով, ձգելով, մարդկանց վախեցնելով, որոշ իմաստով մարդկանց հսկայական գումարներ, պետական բյուջեից ու այստեղից այնտեղ բոլորը փաստված դրված են սահմանադրական դատարանում, տեսակ ինչեր ներկայացվեցին։ Այդուհանդերձ նրանք 51%-ով պարտվել են իրենց հավաքած այդ ամբողջ ջանքերով սահմռկեցուցիչ ընդամենը հասել են 49%-ի։ Եթե դա էլ սկսենք շերտատել, վստահ եմ տակը բան չի մնալու։ Այդուհանդերձ կան մարդիկ, որոնք ընտրում են, բայց ինչու, ասեմ ես դες։ Հիմա առիթ օգտագործելով ասեմ, շատ հոգեբանական է այս մարդկանց համար, ովքեր 2018 թվականի ներեգություն թերևս դրանցից շատերը թերևս իրենց կյանքում մեկ հաջողություն են արձանագրել ամբողջ իրենց կյանքում
իրենց գործունեության մեջ, իրենց զավակների առջև եւ այլն արդարանալու իմաստով մեկ հաջողություն են արձանագրել, իրենց պատկերացնող հաջողություն, այսպես կոչված հեղափոխություն են արել եւ հիմա չեն ուզում հրաժարվել դրանից, որովհետեւ ուրիշ հաջողություն թերևս կյանքում չունեն։ Ես չեմ ասում 700,000-ի մասին, ասում մի որոշ զանգվածի մասին, մի որոշ հատվածի մասին։ Եվ սա ցավալի է։ Ոմանք էլ վախենում են իրենց ունեցած չունեցածները կորցնելուց, ոմանք վախենում են հազար մի տեսակի այլ բաներից, ոմանք ուղղակի պետական զանազան պաշտոնների ձգտով ու տարբեր իրենց լեզվով ասած լափամանին մոտ կանգնելու են։ Ոմանք ազգականներ, բարեկամներ, ծանոթներ ունեն, որոնք վտանգված են։ Հիմնականում նաև գործոնը կապված է աշխատանքի եւ կորուստներ չունենալու հետ։ Այս դատավորներն էլ են նույնը, դատախազներն էլ են նույնը, քննիչներն էլ են նույնը, բոլորը։ Որին հարցնես ինչու եք այսպես անում, ասում դե տուն եք պահում, ինչ այն, մեր գործն ենք անում։ Այս մարդկանց հաշվին, այս մարդկանց երեխեքի հաշվին իրենք տուն են պահում։ Եվ ես մի առիթով ասել եմ դա, արյունով գնված հացը դա, եւ բոլորի համար եմ ասում, ովքեր այդ մտքով են ապրում։ Իսկ իշխանափոխության ի՞նչ տարբերակ եք տեսնում այդ հետ։ Շատ հրաշալի։ Լինելու է դա։ Անխուսափել է սա, ինչի մեջ մենք որ ապրում ենք, ոչ մարդկային, ոչ աստվածային, ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ հոգեբանական, ոչ պատմական, ոչ ապագայական, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ոչ մի բացարձակ։ Սա չի կարող լինել։ Կապ չունի, 8 էլ կլինի, 9 էլ կլինի, նշանակություն չունի։ Կփոխվի ամեն ինչ։ Կփոխվի։ Եվ ես վստահ եմ, որ կփոխվի։ Չի կարող այլ կերպ լինել։ Աստված չի հանդուրժում։ Ի վերջո, Աստված չի հանդուրժում այն ինչ որ գործվում է։ Երեսը շուռ տված մարդիկ ստի մեջ ինչքան կարող են արել, կեղծիքի մեջ ինչքան կարող են արել։ Չեն կարող։ Սրբազան անցած շաբաթ վեհափառ Հայրապետի գործով դատական նիստ տեղի ունեցավ, դատավորը ինքնաբացարկ հայտնեց, սպասելի էր ձեզ համար արդյոք ինչպես է գնահատում առհասարակ դատավորի այդ որոշումը։ Ռայունը։ Ինձ համար ոչ մի բան էլ ես ոչ մի բան էլ սպասելի չէ, ես ոչ մի ակնկալիք էլ չունեմ որևէ դատարանից։ Սա ցավալի իրողություն է, որ մենք արդարադատության դատարանի հանդեպ բացարձակ վստահություն չունենք։ Երկրորդ, գալով բուն խնդրին։ Այդ օրը սևով պիտի գրվի, ուղղակի սև օղակի մեջ առնվի մեր ամբողջ պատմության մեջ։ Հիմա իրենք կարող են ասել դե նախկինում կաթողիկոս են սպանել, մենք միայն դատում ենք, չէ՞, ինչպես են ասում, նախկինում մարդկանց սպանում են, մենք ինչ ենք անում, մենք ընտանիքներն ենք քայքայում, մարդկանց անվանազրկում ենք, վարկաբեկում ենք, հոգեբանական տերորի ենք ենթարկում, ինչ ասես անվանում ենք, բայց նախկինում սպանում էին։ Նույնն էլ կարող են ասել Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին սպանել են, մենք էլ դատում ենք։ Սա է ամբողջը, դրա համար ասում սև օղակի մեջ պիտի առնվի։ Իսկ ինչ մնում է դատավորին կամ գալիք դատավորներին, թող իրենց խղճին մնա դա։ Եթե ինքնաբացարկեր, ես լսել եմ, որ շատերն ասում են, որ պետք է գործը կարճել եւ իրոք պետք է կարճել, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ այլ որևէ տեսակի մեղադրանքով է ներկայացվել դատարան, քան իր գործառույթները կատարելու համար։ Այսինքն կատարել է իր գործառույթները, խորհրդարանից մի կին էր խոսող, անուն ազգանուն չեմ էլ հիշում, բայց երևում էր, որ տգետ է, այսինքն տգետ լավ իմաստով տգետ է, տգետ, ուրեմն երևում էր դեմքից էլ բան, խոսակցության ձևից, հուզմունքից էլ, երևում էր, դե որ ուրիշ բան չեն ունենում, սկսում են հուզվել, չէ, իբր, ուրեմն ասում է, որ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որպեսի հարկերը թաքցնեն, այդ տգիտության գերազանց ներկայացուցիչ, եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, ներառյալ նաև եկամտահարկը, տարիներով հարկեր ենք վճարել, եկամտահարկը, այդ աշխատավարձից եւ այլն, աշխատանքային պայմանագրերից բխող հարկերը, ինչի մասն է խոսքը, որտեղ են թաքցնում դա, դրա համար եմ ասում, մի քիչ մարդիկ պետք է ինքնահայեցողություն էլ ունենան, այն հիմա նայում եմ խորհրդարանում, կներեք թեմայից թեմա եմ անցնում,
Հրաման տրված խոսում են ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Շեշտա դրված խոսում են, չէ՞։ Լավ, խոսում եք, խոսեք։ Հիմա ասենք մենք ժողովրդական խոսք է, չէ՞, քարավանը գնում է, շներն էլ հաչում են, չէ՞, ժողովրդական խոսք է այդպեսին։ Իրենց մասին չեմ ասում։ Մենք քարավան չենք, իրենք էլ շուն չենք, բայց այդպես է։ Ուրեմն ինչ է ուզում ասել, որ հրաման տրված խոսում են ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Նայում ես այդ մարդկանց նայում ես, ծագում չունեն, կեցագրություն չունեն, որտեղից են ծնվել, հայտնվել, ով ում որդին է, ով ում զավակն է, ով ում դուստրն է, ով է հայրը, ով է մայրը, ծագում չկա, բան չկա, ոչ մի կենսագրություն չկա, արած գործ չկա, սրանց միակ արած գործն է, որ հազարավոր մարդկանց կյանք են դրել գերեզման, ես այսպես շեշտադրված եմ ասում, հայրենիք են հանձնել եւ շարունակում են հանձնել եւ շարունակում են ենթարկվել թշնամու թելադրանքներին։ Միակ արած գործն է դա։ Եվ սրանք դեռ հավակնում են եւ խոսում են ամենայն հայոց հայրապետի մասին։ Սա ուղղակի հա ներողություն ավարտեմ։ Եվ դա ինչու են անում։ Ուզում եմ ուղիղ ասել, ընտրություններն ավարտվել են, էլ աչքի ընկնելու խնդիր չունեք, ժողովուրդ։ Այդքան մի կսմսվեք։ Բավարար է, շողոքորթությամբ, ինչպես մեր հայրեն ասում է, շոգմոգությամբ մի զբաղվեք։ Բավարար է, այդ պատգամավորներին եմ ասում ՔՊ-ական։ Ընտրությունները վերջացել են, բոլորը ձեր բաժին, աթոռներ, մանդատ, ինչ որ կար, փող, բան, ստացել եք բոլորը։ Այդ SMS կա։ Հա, SMS-ը կա, ճիշտ է, դա չի անդրադարձել, ներողություն։ Այսինքն բարբերաբար այդ խոսույթը կրկնելը կարող է, որ ենթադրվում է, որ իրենց ասած բարեփոխման օրակարգը եկեղեցու նորից են փորձում վերել։ Բարեփոխվելուց առաջ իրենք մի հատ հայլի պետք է դնեն, այդ սիրուն նայեն, թե իրենք ինչ պիտի բարեփոխվեն։ Նախ իրենք թող բարեփոխվեն։ Աշխարհը փոխելուց առաջ իրենց թող փոխեն։ Ուրիշ ձև չկա բարեփոխ։ Դրանք են բարեփոխողները։ Այդ լեզվով խոսացողներն են բարեփոխողները, հա, դրանք բարեփոխող են, բարեփոխեցին երկիրը, հսկա հայրենիք ենք հանձնել, հազարավոր տղաների մահվան պատճառ են եղել, այսօր մինչև մարդիկ տառապանքի մեջ են, որովհետև իրենց ազգականները, զավակները, հայրերը գտնվում են անհայտության մեջ և ոչ մեկ էլ դրա պատասխանը չի կրում, հազարավոր վիրավոր մարդիկ կան, էլ աղքատություն բան, սրանք չեմ ասում, դրանք չեմ ասում, իսկ կալանավորներին հիմա բարեփոխվող անցյալ օրը խոսում ենք լավագույն հայ եւ այլն այս մասին, ես ասում եմ ինչպես կարող է մարդ մտածել լավագույն կամ չգիտեմ ինչ որ արժեք ստեղծած լինելու համար, երբ իր եղբայրները Բաքվի բանտում տառապում են, սա է սրանց բարեփոխածը, եթե ժամանակին Հայաստանում են մարդիկ բանտարկվում, սրանց բարեփոխության արդյունքում մեր եղբայրները, ընկերները մեր արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում տառապում են նվաստացման աստիճանի եւ իրենք չեն նվաստանում ընդ որում բոլորս ենք նվաստանում սա է դրանց բարեփոխումը ինչ բարեփոխում որտեղ բլթող երկիրը բարեփոխեն փորձեն իրենց նստարանները բարեփոխել այսինքն իրենց կյանքը բարեփոխել են այո հսկայական նյութական միջոցներ կուտակելով Իսկ ինչ կասեք ձեր հոգևոր եղբայրների մասին, որոնք այսպես ասած որոշեցին մասնակցել բարեփոխման ծրագրին։ Ցավում եմ իրենց համար անկեղծորեն։ Մենք ճանապարհ ենք անցել, միշտ դժվար է այդ մասին խոսելը։ Գնահատել ենք, անցել ենք։ Եվ անցել անգամ էլ եմ նույնը ասել։ Իրենց թող չափեն այդ բարեփոխման այսպես կոչված ամփոփանու ներքո, թող չափեն այս հարցադրման տակ։ Դադիվանքը, Ամարասը, Ղազանչեցոցը, մեր բոլոր սրբավայրերը ուր են, ով է հանձնել, ուրիշ բան չեմ ասում, թող իրենք ազնիվ կերպով, Աստծու առջև, իրենց խղճի առջև, խոսեն դրա մասին, և նայում եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ, անկախ ցավում եմ, շատ եմ ցավում, խղճում եմ նույնիսկ, խղճում, Աստծու ողորմությունը իջնի իրենց վրա